Բարլույս սիրելի բարեկամներ, իսին ցուրտա մի աստիճանա հիմա գիշերը -3 պետք է լինի, տակ-տակ հագնվել եմ, լրիվ փակել են այս կարնավալի հետ կապված այնքան փողոցներում ինչ ասես դրել են, Աշոտին նոր ասում եմ, ոնց չեմ սիրում այս կարնավալի օրերը, հալավ առաջին անգամ ոչ տեսանք, ինչա պատկերացրինք, չեմ սիրում հեչ, ասում եմ գոնե գործի չլինի տանես դուրս չգա, այդ մի 3-4 օր տևում է, էլի, 3 օր է տևում, բայց թե մինչև հավաքում են, այնքան աղբա լինում, այդ իրանցից հետո ահավոր, խանութներն են նայեցի, լիդլը լավա բաց է լինելու, բայց օրինակ են մյուս սուպերմարկետները, այդ Ալբերտային բան, որոնք որ հետ այդ փողոցի մոտիկ էին, դրանք չեն աշխատելու։ Դրա համար Աշոտն ասաց, ինչ առնեմ խանութից, ասում մենակ հաց բեր, մեկը երկշաբթի են աշխատում, ես էլ երկշաբթի օրը գործի եմ, հաց չլետովեմ, այսօր կարմիրով պետքա չէ, կարային կարմիրով գնայինք հագել եմ, բայց ցուրտ էր, լավ ցուրտ, դրա համար ժիլետը հագել եմ, մի քիչ տաքանամ նոր այս վերարկուն կհանեմ, կարծացի ձեր մեկնաբանությունները մեծամասնությունը գրել էիք, որ բաշխոնը պահեմ ու կպահեմ, երևի 2-3 հոգի այդքան բան չէին արել, բայց հիմնականում հավանել էիք ու կպահեմ, մի քիչ տարբեր է, հա, երբեք այդ ձևի չեմ հագել այդ գույնի կամ բան, հիմա թող ոչինչ փոփոխություն, ամել այս ձմեռը, որ միշտ այս երկարները հագնում եմ, արդեն ոնց որ հոգնել եմ այս երկար բաճկոններից, 2 հատ ունեմ, այդպես երկար էս ու մեկ էլ սևը, որ Հայաստան էի հագել գնացել, տաք են, բայց էն էլ է տաք, էն էլ է լավ հաստ, ուղղակի կարճ է, ոչինչ թող էն էլ է տեսակ լինի, բայց այդ նշանակում է ունեցածներս մի հատը գոնե պետքա գցեմ, թե չէ այսպես առնեմ ուղների չգցեմ չի լինի, տեղով ցուրտ է, մի աստիճան, ձեռնոց էլ չվերցրի, բայց ինձ որ հեռախոսը պահում ձեռքս մրսում է, բայց որ ձեռքես գրպանս եմ դրում նորմալ է, գլխարկել դիտավորյալ չեմ դրել, բայց կարամ կապյուշոնը դնեմ այս, կարճ ասած, գնացինք հերթական աշխատանքային օրն էլ անցկացնենք ու գնանք վիկենդ, մի օրանոց վիկենդ։ Կասայի մոտ դե միշտ հետաքրքիր դեպքեր են չէ լինում։ Մի հատ աղջիկ երևի 10-12 տարեկան մոտեցավ իմ մոտ վճարելու, մաման երևի դիտավորել չէր եկել, որ երեխան ինքնուրույն կարողանա վճարել, էլի։ Ուրեմն գնումները կազմեցին 9 եվրո 10 ցենտ, ինքը ինձ տվեց 10 եվրո։ Ասեցի կարող է 10 ցենտ էլ ունենաս, դե մտածեցի 10 ցենտ էլ որ տա, 10 ու 10, ես իրան 1 եվրո ետ կտամ։ Խառնվեց իրար, ասում է, ինչի, ասել որ 1 եվրո ետ տամ քեզ, չհասկացա, ոնց բացատրեցի, չհասկացավ, ասի չէ լավ պետք չի, ես քեզ մանր ետ կտամ, ու իրան ետ տվեցի 90 ցենտ, հիմա դրել այդ 90 ցենտը 10 անգամ հաշվում է, իրա մաման էլ այն կողմից տեսավ եկավ, ջահել մամա էր, ասում է ինչ է եղել, ինքը ասում է, երեխան ասում է, տեսնեմ հələ ճիշտ է տվել փողը, ես մորն ասեցի, ասում եմ, ես իրան հարցրի, ուզում ես 10 ցենտ էլ տուր, որ ես քեզ 1 եվրո ետ տամ, ինքը ճիշտ չհասկացավ ինձ էլի, որ 1 եվրո կլոր ետ տա, 90 ցենտ չտա, մաման հասկացավ, ասում է, հա, հետո աղջկան ասում է, ապրես ասում է, շատ լավ ես անում, շատ ճիշտ ես անում, բայց տեսնեք ոնց են երեխեքին ինքնավստահություններ շնչում էլի, երևի մենք լինենք երեխին ասեինք, վայ, չես կարում ասե, չհասկացար կամ չես կարում հաշվես մի բան ասեինք, էլի մեր երեխի ինքնագնահատականը գցեինք, իսկ ես մաման շատ լավ երեխին բան արեց, հաջորդ շաբաթ արձակուրդ է, կարուսել են էլի դրել, արձակուրդների ժամանակ միշտ մի հատ կարուսել բերում դնում են, մի հատ էլ ինքան հավես հաճելի պապիկ էր, չգիտեմ քան տարեկան կլներ, բայց լավ մեծ էր, բայց այն ժպտերես, ինքան սիրալիր, ուրեմն եկել է
երկու հատ Անձրևային բաճկոն է բերել, երկուսն էլ նույն ռազմերը, ինձ ասում է ուզում եմ այս մեկը փոխեմ մյուսով, այն մեկը տանից է էլի բերել, նայում եմ երկուսն էլ ռազմերը նույնն է, ասում եմ բայց ի՞նչ տարբերություն, ասում է չէ, ասում են մեկը ժիլետով եմ հագելու, ինչ-որ բաներ ասում, հալավ նայում եմ, ասում եմ արդ երկուսն էլ իմն է, ինչ է ուզում փոխել, մենեջերին կանչեցի, նույնն էլ մենեջերին է, ասում է ժիլետով հագել եմ սենց ուզում եմ հիմա փոխեմ այս մեկը, մենեջերն հարցա բայց ինչ ես ուզում փոխես, նույն ռազմերն է, ասում է ուզում եմ փոխեմ, վերջը պարզվեց, այս անձրևային կուրտկաներ կան, չէ, որ ներսի կողմից նայում ես, ոնց որ ցանցատիպ բան լինի, տենց այդ ցանցատիպ աստառի նման բան ու դրա տակն էլ սպիտակ աստառ կա, այս մարդը ուրեմն այդ ցանցատիպի տակից, որ սպիտակ է երևում, ինքը ասում է, այստեղ իհարկե էլ ինքը չասեց, ներքևը մեր աշխատողին հարցրել է, ասել այս ոնց որ անցք ունի վրան, աշխատողն էլ ասել է, եթե ունի տարկասը փոխի, այս մարդը եկել է փոխելու, բայց ինձ չի ասում, որ անցք ունի։ Հիմա ասում է, այս աշխատողին կանչեցինք, ասիկ ինչ է եղել, ասում է, ինքն ասաց, որ անցք ունի վրան, ասում եմ, կարաս ցույց տաս այդ անցքը։ Հիմա այս խեղճ մարդը շուռ է տվել այդ բաճկոնը, ուզում է այդ անցքը գտի, բայց չկա անցք, ամբողջը ցանցատիպի է, ու այդ բոլորը դե անցքեր են, չէ, տակից սպիտակ աստառն է երևում։ Ծիծաղացինք ես մենեջերը, թեվով իրար բզեցինք, ասեց փոխի, ինչ արած, ոչ մի անցք չկար, ոչ մի էմը փոխեցինք մյուս էմով, ինքն էլ այդ ընթացքում անդադ ժպտում էր այդ մարդը, վերցրեց խելոք գնաց։ Այսօրվա աշխատանքային լուքը կարմիր է, շատ սիրուն տոնական Վալենտինի օրը, մեր ճաշանը սիրուն զարդարել են դրա արդի, այսօր ոնց որ ամբողջ օրը կասա եմ անելու։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, հիմա ես պատրաստ եմ աշխատանքի 5 րոպեից կսկսվի։ Մի հատ արագ ձեր մեկնաբանությունները կարդամ ու սկսեմ գործես։ Մինչ հաջորդ հանդիպում, կամ հաջորդ կադրում, կամ հաջորդ վլոգում։ Քիչ այդքան բարձր բան չկար։ Ինչա կա բանով կահամբով ֆիլմենիների նման 19 եվրո կիլոն 5 եվրո կիլո։ Հայկականից կառնենք, էլ այդ մի քանի հատ որ արարի ինչ, հա։ Այսքանը չի կարող ունի։ Լավ չի հայկականից կառնենք։ Այստեղ քարաչիկը 5 եվրո, վերջ ներքին օրգանները 55 եվրո կիլոն։ Երշիկ եղենը, ընդհանրապես այս լեհակախանջին շատ բարձր են գները։ Այստեղ ինչ կա։ Այս են հավի բոներ ինձ բարձրունի արա։ Հակարցունի հավեր են ծխեցրած։ Այս ինչ է այս։ Պիցա բանա երևի, պիցա չի, պիցա է, ենա գրած է։ Թուրքիշ է, թուրքիշ է։ Հա, դե տարբեր երկրների ապրանքներ ունեն, էլի։ Հիմա այստեղ ես պետք է նայեմ, կաթնաշոր վերցնեմ։ Նայում, որ կաթնաշորն է լավ։ Ես ինչ կաթնաշորը 27.02.2026 մինչև փետրվարի վերջ
Բան չենք հասկանում իրանց լեզվով, այս ինչը։ Ոչ յուղայնությունը, ոչ բան հասկանալի չի, լավ, որը ծանոթային վերցնեմ, ավելի լավ է։ Թվում է այս կարելի է վերցնել սպիտակուսներով, մի հատ այս բանը չի երևի, չգիտեմ յուղայնությունը, թարգմանեցի են, կապույտը ոնց որ ցածր յուղայնությամբ է այս, սրանից վերցնեմ երկու հատ։ Էսա մի րոպե, այս կեֆիրից, վարկյան, այս սրանից, մի րոպե ժամկետներն էլ նայենք էլի, էսա, 20 փետրվարի, աշոտ, այս վերցրա, մի հատ էլ բերեմ, սրանցով վերցնենք, մի րոպե թե տեսեմ հլը, 26, էսա, լավա, նորմալ է հետ, okay, նասինք, այս խանութ, երբ մտնում ենք վար չկա, հաճախորդներ համարյա չեն ունենում, գները շատ բարձր է, մեծ խանութ է ու դատարկ է, դատարկ նկատի ունեմ հաճախորդներ չեն ունենում, գնանք կասա, այստեղ վճարեցինք դուրս եկանք, հենց կողքը ուրիշ սուպերմարկետ է, մտնենք ենտեղից էլ երևի այստեղի սուպերմարկետի բելգիական կատնաշորներից վերցնենք մի երկու հատ, կարող է հաց էլ առնենք, նայենք, լիքը երեխա կար, ծնողները բերել էին ճանապարհային, մեծ ճամպրուկներով երևի ուրիշ երկիր էին գնում, շաբաթ կիրակին էքսկուրսիա էին գնում, հիմա արդեն գնացին չկան երեխեքը, մտնենք մի հատ էլ սուպերմարկետ, այստեղ էլեմենտներն են հավաքում, այստեղ էլ էս հին փչացած լամպերը, որ վերամշակ են, գնացինք, դուրը ծածկեմ, աշոտը նորությունները պետք է լսի ու իմ փոքրիկ առևտուրը ցույց տամ, այստեղ սեղանի վրա չիր ունեմ, այս սիրուն ամանի մեջ, Սյուզի ջան, շատ սիրով օգտագործում եմ գերուս նվիրած ամանները հետս բերեցի Հայաստանից, ոնց որ այստեղ չկար սենց աման, բայց դե այս հատուկ ամանա նվերա ես։ Չրերը այստեղ երկու տեսակից ունեմ, իմ աղջիկն այս չրերը պատրաստում, ինքան լավ չրեր ասարկել, իմ աղջիկը ապրես իմ շնորհքով աղջիկ։ Ու ահագին դրելա հետս բերել եմ, շատ համով չրեր են շատ։ Ինչ է, դե Հայաստանի մրգերով շատ ավելի համով է, չէ՞ ստացվում։ Ուրեմն դե սուպերմարկետներ մտանք, մի քանի բան պետք է առնենք, ասեցի, կատնաշոր բան, այնտեղ կողքը տնտեսական խանութ կա, ինձ էլ պետք էր այսպես փոքր աման։ Այն ժամանակ, որ հետս ասենք միջուկ բան էի գործի տանում, այս տեսակի ամաններ էի օգտագործում, հիմա էլ չունեմ այդ ամաններից, միջուկ չեմ տանում հիմա, բայց էլի չափի համար ասենք մի քանի հատ ինչ-որ, չգիտեմ, քաղցրավենիք, ասենք չիր, կամ արմավ, կամ այդ տեսակ բան, որ հետս տանեմ։ Ահա, այսպես փոքրիկ աման, որ շատ տեղ չզբաղեցնի։ Մի հատ էի ուզում, իրական մի հատ էր պետք, բայց դե որ չկար 4 հատ միասին, ոնց որ 1.79 արժեր, դե հիմա էր եմ աղրել։ Ահա, այս տնեմ մի անգամից լվանում, կդնեմ դարակում, մի հատ էլ ես կօգտագործեմ։ Հարցրեց կտրոն ուզում ես, ասեցի չէ։ Այս ամանները վերցրել տնտեսական խանութից, մեկ էլ այս եմ վերցրել իմ ինդուկցիոն պլիտան մաքրելու համար։
երկու տեսակ կար, աչքի սնգավ ինդուկցիոնի համար վերցրել եմ ֆիրման, դե չգիտեմ ես այս ֆիրման ինչ ֆիրմա է, ուղղակի հատուկ ինդուկցիոնի համար է, դրա համար եմ վերցրել։ Կարծեմ 2.79 արժեր։ Այս երկուսը վերցրի տնտեսական խանութից, բելգիական սուպերմարկետից մի հատ Աշոտը հաց վերցրեց, դա էր խանութի բագետ։ Խանութի մեջ գրված էր, որ կարնավալի օրերին խանութը փակ է լինելու 3 օր, 15-ին, 16-ին, 17-ին։ Լավ է, որ զգուշացնում են, կարդացինք ու հիշեցինք, որ իրոք անցյալ տարի էլ այդ օրերին այդ փողոցները, որ փակում են, այդ խանութները չեն աշխատում։ Այս կաթնաշորից վերցրինք պրոտեիններով հարուստ 45 գրամ սպիտակուցներ է պարունակում, 100 գրամը պատկերացնում եք, ինչքան շատ է սպիտակուցները, մինչև մարտի 13-ը ժամանակ կա օգտագործելու համար։ Մեկ էլ վերցրել եմ, այս կաթնաշորն էլ շատ համով է, կիսայուղային, լույս ընկնում է, ոնց որ փայլում է, չէ, կիսայուղային շատ լավն է։ Սրանք ավելի հեշտ է ուտվում, կաթնաշորը մի քիչ դժվար է, չէ, ուտվում, պետք է մարդ շատ սիրի, որ ուտի։ Ես շատ չեմ սիրում, ուղղակի զուտ դրա համար, որ օգտակար է, դրա համար եմ ուտում, կալցիումի համար, այս էլ է պարունակում 75% սպիտակուցներ ու 0% յուղայնություն ունի ու շատ լավ է, շատ ուրախ եմ, դրա համար վերցրել եմ, անցյալ շաբաթ էլ էի գնել, չէ, կներեք 0% չի, 5% յուղայնություն, անցյալ շաբաթ էլ էի գնել ես նույնից ու շատ հավանեցի, մի քանի անգամ հետս տարանդմիջման համար գործի, այս երկուսը վերցրի, այս չինական մակարոններից եմ վերցրել բարակ, սրանք ինքան լավն են, բանջարեղենով մեկ-մեկ ես պատրաստում եմ, նկարել եմ, այդպիսի վիդեո էլ ունեմ նկարած, այս մի տեսակը ձվով է, այս մեկը աղան ձվի, երկուսն են սննդային արժեքը այա, այսինքն օգտակար են, լավ են, հիմա ինձ արդեն այնքան դժվար է լինում, որ մանր գրասները կարդամ, իսկ նախկինում այն շատ մանր գրասները կարողանում էի կարդալ, Աշոտը վերցրել է կրաբ, հայերեն ինչ էր կրաբը, խեցգետին, ոնց որ լույսը վրան ընկնի փայլի, թարմասա, 100 գրամ ընդամենը մեջը, այսուր եք փախնում, ուրեմն այս բելգիական սուպերմարկետում վճարել ենք 10 եվրո, 10 ու 14, իսկ լեհական սուպերմարկետում, այո մեկ, նոր տարվա տոպրակով էին գնացել առևտրի, բելգիական սուպերմարկետում վերցրել ենք ավանդական կաթնաշոր, այնտեղ հեռախոսով թարգմանել եմ Google Translate-ով, որ հասկանամ, որն է քիչ յուղայնություն պարունակում, որն է քիչ յուղային ու գրված էր քիչ յուղայնության, դրա համար ես գույնը վերցրի 42.5 գրամ սպիտակուցներ։ Օրական գոնե մի 100 գրամ սպիտակուցներ պետք է ընդունել, ըստ իհարկե քաշի, իդեպ մի փոքր նիհարել եմ, եթե նկատեցիք, մի քիչ նիհարել եմ։ Նաև 2 հատ վերցրինք կեֆիր, ծանր էր, Աշոտին ասեցի դուր օգնեմ, չի թողել օգնեմ, ինքը ջենտլմենի նման բերել է մենակ, դե մեքենայով չէինք, տեղը փոքր, կարճ է, տարածությունը փոքր է, մեքենայով ավելի երկար պետք է գնանք, քան թե ոտքով ենք գնում։ Բնական երկուսն էլ առանց շաքարի։ Կեֆիրը օգտակար բան է, պետք է օգտագործել։ Մեկ էլ այստեղ վերցրել ենք երշիկներ, իդեպ լեհական խանութը շատ թանկ է, շատ։ Դրա համար երևի մենակ լեհերն են գնում ու շատ քիչ մարդ է գնում։ Այստեղ վերցրել ենք, այս մեկը կարծեմ վիչինայա, դոպե, դա բացել մի հատ, հետո ես գիտեմ Աշոտը հիմա կուզի, կիսեմ տանեմ կուտի, հա, այս մեկը խալազեց է, այս տեսակ սարկած, այսպես եմ պահում, որ չփայլի, ինչ էլ անուշոտ ունի, իսկ այս մեկը խոզապուղտ, կամ ոնց որ սովոր ենք ասենք վիչինա,
Ուրոպես էլ ցույց տամ։ Քան որ հայկական խանութ ենք ուզում գնանք, էլ ուրիշ երշիկեղեն չարակես։ Մեկ էլ էս տեսակի վիճն է։ Այսքան առևտրի համար տեղական խանութում վճարեցին 22.30։ Հիմա մի հատ պետքա դեգուստացիա անեմ այս երշիկների, հետո նոր Աշոտին հյուրասիրեմ։ Երկու աշխատող ունեն, այդ լեհական խանութի սառնա բան, այսինքն ընդհանուր երկու հոգի էին, կասայի մոտ էլ մի տղա էր, այդ ինչքան մարդ է գալիս, որ շատ աշխատող ունենան, բայց ահագին մեծ խանութ է, ու երևի որ դրսից են բերում, դրա համար այդպես թանկ է գինը։ Ես մի հատ այս տեսակից կիսեմ։ Համով է, բայց ես չեմ ուտի։ Ասեք իմ գծած հատվածներ ուտեմ ու վերջ։ Այս ափսեի վրա դնեմ։ Ինձ դժվար է ուտել ես, բայց համով բանա ու շատ սիրուն է։ Մի հատ այս վիճինում փորձենք, տեսնենք ինչ ամի է։ Իրանք կտրում տալիս են դե տեղում, բայց Աշոտը չի ուզում որ կտրեն, դրա համար էլ հիմա ես պետք է կտրեմ։ Ասում այդպես լավ չի որ իրանք են կտրում, ես կտրեմ ավելի լավ է։ Ոնց կուզես Աշոտ, դու ես ուզում դու կտրի, մի րոպե ուղղակի համ տեսեմ։ Իմ համար ոչինչ այդպես, հիմա տեսենք Աշոտը ինչ կասի։ Ես Աշոտին հաց տնեմ ուտի, ես իմ համով ապուրից կուտեմ, ես երբ որ իմպլանտ ենք սարքում, այդ ընթացքում պետք է ավելի այդպիսի ջրիկ բաներ ուտենք, ապուր բան ուտենք, տանեմ Աշոտին հյուրասիրեմ։ Ձեզ հիմա հրաժեշտ տամ, իմ սիրելի բարեկամներ, ես փոքրիկ առևտուրը տեղավորեմ, ժամը արդեն 6-ն է, մի քիչ հանգստանամ, ամբողջ օր այդպես ակտիվ եղավորը, դուրս ներս, տարբեր գործերով։ Մի փոքր հանգստանամ, հանգստացող թեյ կխմեմ, իդեպ ես ձեզ նշեցի թեյեր, ուզում եմ, այստեղ ես պատի վրա ունեմ գրված, ուզում եմ նորից այդ թեյերը ասեմ, թե ինչ թեյ խմեք հանգստանալու համար քնից առաջ։ Նայեք, ուրեմն հանգստացնող թեյերը, երիցուկի թեյը, վալերիանայի արմատի թեյը, այսպես երևի կհիշեք ավելի լավ, ու պասի բլումը ես ուղղակի հայերեն չկարողացա թարգմանեմ, թե որն է, ցիտրոն մելիսը, այս ես էլի սուպերմարկետից գնում եմ, բայց անկեղծ ասած հայերեն չգիտեմ տարբերակները, լավենդելը կարծեմ եղեսպակն է, սալին էլ չգիտեմ ինչա, դե երիցուկը ասացի, կաճվախոտի արմատը ասացի, դրա թեյը, վալերիան որտել, կիտրոնի, հա, բանն է, էսա, ցիտրոն մելիսը, այստեղ հայերեն գտել գրել եմ, ցիտրոն մելիսը թարգմանվում է կիտրոնի բալասան, ռոյբուշ կամ ռոյբուս, հենց ռոյբուս այդպես է թարգմանվել ինձ մոտ, սալի թեյ, եղեսպակ, այս թեյերը ես գրել եմ որպես հանգստացնող թեյեր, այնպես որ կարող եք, խնդրեմ, նայեք ու քնից առաջ սրանք օգտագործեք սիրելիներս։ Մտածում եմ, որ այսպես տեսնելով ավելի լավ կհիշեք, իսկ ես հիմա հրաժեշտ տամ, լավ մնացեք իմ սիրելի բարեկամներ, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, հաջողություն։